Ռուսական, էկոպանկ, այդ ինչպես, դե հենց այդպես, պատկերացնում եք ռուս գրող Ալեքսեյ Իվանովը վերջերս ընթերցողներին էր ներկայացել բավական տարօրինակ ստեղծագործությամբ, վեգետացիա վեպով, որի ժանրային պատկանելիությունը թերևս իրոք կարելի է ձևակերպել հենց էկոպանկ։ Ռուսաստանի անծայրածիր տարածքներում մոլեգնում է գերարագ աճող անտառը, այս ու այն կողմ է թափառում վերահսկողությունից դուրս եկած ինքնաշխատ տեխնիկան, իսկ արկածախնդիր բրիգադիրների խմբերը մրցակցելով միմյանց հետ փորձում են գտնել ու հատել արժեքավոր ծառերը վաճառելու համար։ Հետաքրքիր է, բայց պատմության տարբեր ժամանակներում ռուս հեղինակները ստիպված են եղել դիմելու տարբեր ժանրերի օգնությանը, որպեսզի քողարկեն այն թեմաները, որոնք թույլատրված չէին օրվա ռեժիմի կողմից։ Ու Իվանովի վեգետացիան դրա վառ օրինակն է։ Այս գրքում Ռուսաստանի մի մեծ մասը կարծում է, որ տեղի է ունեցել միջուկային պատերազմ, իրենք դաժան պատերազմ են մղում արևմուտքի դեմ ու ստիպված են հատել անտառը հանուն հայրենիքի ու արժանապատվության։ Այնինչ, մյուս մասը շատ լավ գիտի, որ ոչ մի պատերազմ էլ չի եղել, վաճառել է անտառը Չինաստանին ու անհոգ ապրում է մեծ քաղաքներում այնպես, ինչպես արևմուտքում։ Սակայն եթե վեգետացիան լիներ միայն քաղաքական ենթատեքստով էկոպանկ, ապա ես դրա մասին գուցե չպատմեի։ Իսկ պատմում եմ նաև այն պատճառով, որ Իվանովը ժամանակակից ռուսական գրականության ամենավառ աստղերից մեկն է։ Նրա տեքստերը բացի ակտուալությունից ունեն նաև յուրահատուկ խորություն ու, եթե կարելի է այդպես ասել, դասականություն, որին պետք է առնչվել ու ճանաչել, Ռուսաստանն ավելի լավ ճանաչելու ու հասկանալու համար։ Ասածս ինչ է։ Ես միշտ պնդում եմ, որ պետք է շատ, անհամեմատ ավելի շատ թարգմանել ռուս ժամանակակից հեղինակներին, հատկապես նրանց, որոնց ստեղծագործություններն ունեն քաղաքական ասելիք։ Այլ կերպ հնարավոր չէ հասկանալ, թե ում հետ գործ ունենք։